Սիրելի խոյեր, ձեր նշանով կավարտենք ուրեմն ապրիլ ամսվա համար կանխատեսումը, դուք ձեր կողմից ամենակեչ դիտումներն էին եւ դրա համար դուք մնացել եք վերջում եւ դրա համար ձեզ եւս շատ հակիրճ կտրվի ինֆորմացիան, ողջույն, բարի արև, արևը գտնվում է ձեր նշանում բարձրակետում եւ հիմա ներկայացնեմ ապրիլ ամսվա համար կանխատեսումը եւ այսպես ինչ ունենք ապրիլին, լիալուսին, նորալուսին, Արևը եւ Վեներան Մերկուրին կդառնան ուղղընթաց եւ կփոխեն իրենց նշանը, Մարսը կփոխի նշանը եւ Արևը կփոխի իր նշանը։ Ես այսպես ներկայացնում եմ, որպեսզի դուք ընդհանուր տվյալ ամսվա համար պատկերացումը ունենաք, հասկանաք ինչ տրամադրություններ են լինելու, ինչ փոփոխություններ են լինելու մոտավորապես, այսպես ավելի ինքը ընկալելի է դառնում։ Եվ մենք սկսենք Մերկուրից, որը ապրիլի 7-ին կդառնա ուղղընթաց, ինքը գտնվում է ձեր 12-րդ տանը, այստեղ ինքը բնականաբար անկման մեջ է եւ վտարված, իրեն լավ չի զգում, Մերկուրին, այսինքն չեք կարողանում լուրջ դատել եւ այլն կամ խնդրին լուծում տալ, ընդհանրապես ինքը ուրիշ տեղ է տանում միտքը լրիվ, բոլոր դեպքերում լավ է, որ ինքը դառնում է ուղղընթաց, իսկ արդեն ապրիլի 16-ին ի վերջո կմտնի ձեր նշան, սիրելի խոյեր, եւ կմնա մինչեւ մայիսի 10-ը ձեր նշանում, ինքը լավ է աշխատում այդտեղ, այսինքն շատ ստապ, շատ լավ է դատում, այնպես որ կարող եք այդ հնարավորություններից օգտվել, Մերկուրի այստեղ հանդիպումներ կարող են լինել, կազմակերպեք հանդիպումներ, ինչ որ հարցերի լուծում որոշ փորձեք տալ եւ 13-ին Վեներան կդառնա ուղղընթաց, ինքը դեռևս գտնվում է ձկան նշան, որտեղ ինքը բարձրակետում է, իր համար դա իհարկե շատ լավ է, այսքան բոլոր այն հարցերը, որոնք վերաբերվում են սիրո թեմային, ֆինանսական թեմաներին, հարաբերություններին ընդհանրապես, այստեղ զգացմունքներ եւ այլն, գեղեցկությանը նաև ինչ ոչ եթե ինչ որ ուզում եք վերանորոգել, գեղեցկացնել, ինչ որ մի գեղեցիկ իր գնել, այսքան այն ամեն ինչ որ կապված է գեղեցկության հետ, դա այլ բնագավառներում եւս դա շատ ուրեմն հարմար ժամանակահատված է, այսինքն ապրիլի 13-ին երբ ինքը դառնում է ուղղընթաց եւ մինչեւ ապրիլի 30-ը Վեներան գտնվելու է ձկան նշանում, այս ժամանակահատվածը օգտագործում եք ճիշտ, ինքը ուրեմն ապրիլի 30-ին կմտնի խոյի նշան եւ այնտեղ կմնա մինչեւ հունիսի 6, այսինքն ձեր նշանում այդքան ժամանակահատված ուրեմն մեկ ամսից մի քիչ ավել ինքը կտեղավորվի ձեր նշանում եւ այստեղ եւս սիրո թեմա, նախաձեռնություն, ֆինանսներ եւ այլն, այդ ամեն ինչը կպահպանվի եւ դուք փորձեք ինչ որ հարցեր այդպես կարգավորել։ Ընդհանրապես մոլորակները հավաքվել են ձեր նշանում, մի մասը ձկան նշանում, երբ այդքան մոլորակների շքերթը լինում է այդտեղ ուրեմն այդ սահմանին մոտ, հա, ինչ որ իրադարձություններ են կատարվում, այստեղ հնարավոր է եւ ձկների մոտ եւ խոյերի մոտ, թե ինչպեսի դա արդեն պայմանավորված է անձնական քարտեզով, ահա, եւ 13-ին բացի նրանից, որ Վեներան կդառնա ուղղընթաց, տեղի կունենա այդ օրը նաեւ լիալուսինը։ Հայաստանի ժամանակով գիշերը 4:22:05 արևել լուսինը կհակադրվեն 24 աստիճանում եւ այն տեղի կունենա ձեր հակադիր նշանում, սիրելի խոյեր, եւ այստեղ պարտների թեման, այստեղ հարաբերություններն են, որ արդեն ձեզ համար կարծես թե պարզ է լինում, միգուցե փորձեք հասկանալ հարաբերությունները ինչի, այդպեսի ելք ունեցավ, սա ինչպես եղավ, սա ինչու էսպես եղավ, հա, ձեր հարաբերություններում դա կարող է լինել անձնական դաշտում ամուսինների միջև, դա կարող է լինել պարզապես գործընկերների հետ կապված, բոլոր դեպքերում ձեզ այնց պահանջում է վերլուծել եւ հասկանալ, թե ուրեմն ինչ է եղել կամ որոշակի պատկերացում արդեն կարող եք ունենալ։ Այնուհետև 18-ին Մարսը կփոխի իր նշանը, ինքը ի վերջո այստեղ, գիտեք, ընտանեկան թեմաներ էր փորփրում, երկարաժամկետ ինքը իրեն լավ չի զգում, բոլորին լավ չի զգում եւ այստեղ կատարում են վատ իրադարձություններ, բերում է ինքը կոնֆլիկտ կամ ուրիշ այլ ընտանիքում ուրիշ վատ իրադարձություններ են կատարվում եւ իհարկե ինքը արդեն դուրս է գալիս խեցգետի նշանից, այդ ճիրանից դուրս է գալիս եւ տեղավորվում է
առյուծ է նշանում։ Ոմանք իրենց ընտանիքում ունեցել են, ասենք, վիրահատություններ են եղել ընտանիքի անդամի հետ կապված կամ ուրիշ նմանատիպ ինչ-որ հարցեր են եղել, կոնֆլիկտներ են եղել, հարաբերություններ են փորձել ճշտել ընտանիքում եւ այլն, այսպիսի հարցեր են ի հայտ գալիս խոյերի մոտ դժվար եղել ընտանեկան թեմայում բնակարանների հետ կապված արտերկիր հայրենիք թեմաների հետ կապված բավականին բարդություններ եղել են։ Ընդհանրապես բոլորի կյանքում է բերել Մարսը խնդիրներ, բայց ասենք խոյի դեպքում, ասցենդենտով խոյի դեպքում դա արդեն ընտանեկան թեմային է վերաբերում։ Ահա, եւ 20-ին արևը կմտնի ցոլի նշան, դուրս կգա ձեր նշանից եւ կտեղավորվի ձեր ֆինանսների տանը։ Ահա, եւ գիտեք, մի բան էլ ասեմ, որ այստեղ Մարսը, որ գտնվում էր ուրեմն ձկան խեցգետնի նշանում, նշենք, որ Նեպտունը մտավ խոյի նշան եւ դա զուգադիպեց, հա, եւ հետընթացությունը եւ խավարի միջանցքը եւ Նեպտունի խոյի նշան մտնելը եւ Մարսի ուրեմն ջրում գտնվելը, հա, այս բոլորը դժվարություններ առաջացրեցին խոյերի մոտ։ Իհարկե դա կարող է վերաբերել խեցգետներին միանշանակ, ուրեմն կշարքներին եւ այդ ծեղջուրներին եւ իհարկե յուրաքանչյուրն իր անձնական քարտեզն ունի եւ ըստ դրա մեկի մոտ ավելի թեթև, մեկի մոտ շատ ավելի ծանր եւ այլն եւ այլն։ Ուրեմն արևը մտավ կմտնի ցոլի նշան, ասացի ապրիլի 20-ին, իսկ 27-ին տեղի կունենա նորալուսինը ցոլի նշանում նորից Հայաստանի ժամանակով 23:30:59 արևև լուսինը կմիանան 8 աստիճանում ցոլի նշանում, դա ձեր ֆինանսներն են, միգուցե նոր ֆինանսական հոսքեր, նոր ֆինանսական հարցեր, կփորձեք ինքնագնահատականը պահպանել, բարձրացնել կամ չգիտեմ կարգավորել աշխատանքի թեմաներ եւ այլն, այսպիսի հարցեր կդրվեն ձեր առջև եւ իհարկե նորից եմ ասում ձեր անձնական քարտեզով պայմանավորված դա կլինի, բայց ֆինանսների հոսք կարող է լինել մեծ ֆինանսների կորուստ, ֆինանսական դժվարություններ, դրան ուրեմն ուշադրություն դարձրեք, սիրելի խոյեր, 10-ից 25 ընկած ժամանակահատվածում եւ իհարկե խոյերին առջևում դա սպասում են ֆինանսական որոշակի դժվարություններ եւ կարող եմ խորհուրդ տալ, որ բանկերի հետ կապված լինել ուշադիր, լինել զգույշ, որտեղ մինչեւ տարվա վերջ այդպես դժվարություններ կարող են լինել ձեզ մոտ ֆինանսական։ Այսքանը ավելի մանրամասն ասել չեմ կարող, որտեղ ձեր քարտեզին ծանոթ չեմ, սա ուղղակի տրանզիտներն են, ընդհանուր տրամադրություններն եմ ձեզ փոխանցում, որպեսզի դուք ձեր անելիքները իմանաք։ Այսքանը լավ եղեք, իսկ մենք կհանդիպենք հաջորդ ամիս, եղեք ավելի ակտիվ, թող լինեն շատ դիտումներ եւ լինեք առաջինը եւ ես շատ ավելի մանրամասն եմ, այնպես որ ձեր հետաքրքրությունով է պայմանավորված եւ ձեր դիտումների քանակով։ Այսքանը լավ եղեք առայժմ։